Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը կտրուկ ցնցում է առաջացրել համաշխարհային շուկաներում, նավթի գները թռիչքային աճ են գրանցել։ Դոլարը ամրապնդվել է, իսկ բաժնետոմսերը նվազել։ Brent տեսակի նավթը թանկացել է 9%-ով եւ հասել $79 1 բարելի դիմաց, գրանցելով 2020 թվականից ի վեր ամենամեծ մեկօրյա աճը։ Ներդրողները մտահոգված են, որ Հորմուզի նեղուցով անցնող մատակարարումների խափանումը կարող է խաթարել համաշխարհային տնտեսության վերականգնումը եւ վերակենդանացնել գնաճային ճնշումները։ ԱՄՆ Իսրայել հարվածների ընդլայնումը Իրանի դեմ ուժեղացրել է աշխարհաքաղաքական լարվածությունը եւ ներդրողների փախուստը դեպի ապահով ակտիվներ։ Սա հանգեցրել է ոսկու գների ավելի քան 2%-ով աճի, հասնելով շուրջ $5,389 մեկ ունցիայի դիմաց։ Վերլուծաբանների գնահատմամբ լարվածության շարունակական խորացումը կարող է պահպանել ոսկու աճի միտումը, հատկապես նավթի բարձր գների եւ գնաճային ռիսկերի ֆոնին։ Եվրոպական բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին։ Stocks Europe 600 ինդեքսը նվազել է 1.5%-ով, հասնելով 2 շաբաթվա նվազագույնին։ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի հիմնական ինդեքսները նույնպես զգալի կորուստներ են կրել։ Ամենախոշոր կորուստը գրանցել են բանկերի եւ ավիաընկերությունների բաժնետոմսերը։ HSBC-ի, Barclays-ի եւ Standard Chartered-ի բաժնետոմսերը նվազել են մինչեւ 5%-ով, իսկ Lufthansa-ն կորցրել է մինչեւ 11%։ Մեծ Բրիտանիայի ֆոնդային շուկաները նույնպես երկուշաբթի անկում են ապրել։ FTSE 100-ը նվազել է 1%-ով, իսկ FTSE 250-ը 1.3%-ով։ Թեև էներգետիկ եւ պաշտպանական ընկերությունները, ինչպիսիք են Shell-ը եւ BAE Systems-ը աճ են գրանցել, բանկային եւ զբոսաշրջային հատվածները կրել են զգալի կորուստներ։ Նավթի թանկացումը մեծացրել է գնաճի տեմպի մեծացման շուրջ մտահոգությունները եւ նվազեցրել է առաջիկայում Bank of England-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրճատման հավանականությունը։ Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ֆինանսական տեխնոլոգիաների եւ թվային վճարային ենթակառուցվածքների ոլորտում գործող Circle Internet Group-ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 32.4%-ով։ Հաջորդը չափման եւ էլեկտրոնային թեստավորման սարքավորումների արտադրությամբ զբաղվող Keysight Technologies ընկերությունն է 26.1% աճով։ Եռյակը եզրափակում է մեդիա եւ ժամանցային ոլորտում գործող Paramount Skydance Corporation-ը 26.1% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է տեղագործական հսկա Novo Nordisk-ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 21%-ով։ Հաջորդը արևային էներգետիկայի ոլորտում գործող First Solar ընկերությունն է 18.4% անկումով։ Եռյակը եզրափակում է տեսահաղորդակցման եւ առցանց հանդիպումների հարթակ Zoom Communications-ը 18.1% անկումով։ ԱՄՆ-ում արտադրական գների աճի տեմպը հունվարին սպասվածից ավելին է եղել, մեծացնելով սպասումները, որ դաշնային պաուստային համակարգը մինչև հունիսի նիստը չի վերսկսի վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը։ Արտադրական գների ինդեքսը ամսական կտրվածքով աճել է 0.5%-ով, գրանցելով վերջին ավելի քան 3.5 տարվա ամենամեծ աճերից մեկը։ Տարեկան կտրվածքով հիմնական արտադրական գնաճը հասել է 3.6%-ի։ Եվրոգոտու արդյունաբերական հատվածը փետրվարին աճել է վերջին գրեթե 4 տարվա ամենաարագ տեմպերով, նոր պատվերների վերականգնման եւ արտադրության աճի շնորհիվ։ S&P Global-ի կազմած արտադրական PMI ինդեքսը բարձրացել է մինչև 50.8 անցած տարվա օգոստոսից ի վեր, առաջին անգամ անցնելով 50 միավորի շեմը։ Վերականգնումը գլխավորել է Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Իռլանդիան եւ Հունաստանը նույնպես գրանցել են կայուն աճ։ Չնայած գնաճային ճնշումներին, բիզնես վստահությունը հասել է 4 տարվա առավելագույնին։ 2026 թվականի մարտի 2-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 միլիարդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2027 թվականի մարտի 1-ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 9.8 միլիարդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռած գինը կազմել է 93.4 դրամ, իսկ եկամտաբերությունը 6.9%։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։